Պարոն Յովհաննիսյան, ամփոփելով խորհրդարանական ընտրությունները, եկեք սկսենք խոսել խնդիրներից, որոնց բախվել եք այս անգամ, որովհետև ամենաշատը կարծես թե դաշտում խոսվում է խնդիրների տեխնիկական թերությունների մասին։ Դուք որպես խնդիրներ ինչը կառանձնացնեիք այս ընտրությունների ժամանակ եւ դրանք այդքան տեսանելի էին, շատ էին, ցցուն էին, որովհետև առնվազն ընդդիմադիր որոշ շրջանակներ 2 օր նման պնդումներ են անում եւ նման պնդումներ են անում նաեւ ոչ շատ պետություններ, բայց առնվազն մեկ պետություն, մենք դրա մասին կխոսենք։ Ընտրությունների կազմակերպվածության որակի մասով ես պիտի ասեմ, որ Հայաստանում ընտրությունները ավանդաբար շատ լավ են կազմակերպված, նույնիսկ երբ որ որակով ընտրությունները վատն էին, բովանդակային առումով, կազմակերպվածության որակը լավն էր, բայց այդուհանդերձ մենք տեսնում ենք այդ կազմակերպվածության որակի մի քիչ անկում։ Ինչ որ կազմակերպչական խնդիրներ, օրինակ ինչ որ խնդիրներ, որ ըստ էության կենտրոնական տրական հանձնաժողովի պատճառով էր, որի արդյունքում շատ դետալները չնկարագրեմ, բայց որի արդյունքում ընտրողները ավելի շատ են հերթում անցկացրել, ավելի շատ են հերթի մեջ սպասել, process-ները ավելի դանդաղ են եղել, քան կարող են լինել, եթե այդ խնդիրը չլիներ, հա։ Հիմա սենց խնդիրներ եղել են, սենց խնդիրներ շատ են եղել, բայց եթե խոսանք քվեարկության բովանդակային առումով քվեարկության օրը եւ հաշվարկը եղել են բավականին մաքուր, բավականին լավ, մենք մեծ հաշվով բովանդակային լուրջ խնդիր 2 տեղ ենք ունեցել, մի տեղ դա 35 կոտորակ 36 տեղամասներ ագարակի, որտեղ ըստ էության քվեարկության process-ը մինչև գիշերվա ժամը 11-ներ համարյա տեղի ունենում, ճիշտ է, այդտեղ էլ ոնց որ այդ մարդիկ քաղաքացի են, բայց դե ամեն դեպքում տեղամասը 8-ին պիտի փակվի, էլի, եւ պիտի քվեարկեն միայն քվեարկության սենյակում գտնվողները։ Այս առումով այդտեղ խախտում կար, բայց նենց չի, որ ինչ որ մեկը 2 անգամ էր քվեարկում կամ ինչ որ լուծում էին անում կամ չէ, էլի, տենց բան էլ չի։ Եվ մյուսը ես կասեի ամենալուրջը դա Արարատի մարզի 13 կոտորակ, ներողություն, 12 կոտորակ 13 տեղամասներ, որտեղ ամբողջ ընթացքում ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկ ընդհանրապես չի եղել։ Բոլոր տեղամասերում 18 կուսակցությունների քվեաթերթիկներ են տվել, այդ տեղամասում բոլոր ընտրողներին տալիս էին 17 կուսակցության քվեաթերթիկ։ ԱԺԲ-ի քվեաթերթիկը չի եղել, ինչը լուրջ խնդիր է։ Հա, հասկանալի է, նույնիսկ եթե այդ տեղամասում ԱԺԲ-ի քվեաթերթիկը լիներ եւ այդ տեղամասի բոլոր ընտրողները քվեարկեին ԱԺԲ-ին, նենց չի որ պայմանական եմ ասում, հա, ԱԺԲ-ն կընտրվեր, չէ, բայց այդուհանդերձ դա էական խնդիր է, որ ԱԺԲ-ի ուրեմն ԱԺԲ-ի քվեաթերթիկը չի եղել։ Երկու տեղամասերի տվյալները չեղյալ եք համարելու, թե դե դա ընտրական հանձնաժողովների գործն է, մեր առաջարկությունը հենց այդպիսին է։ Եվ վերաքվեարկության նշանակումը։ Ինչ վերաբերվում է հաշվարկին, հաշվարկը եղել է նորմալ, չկա որևիցե հասցի, եւ ես ուզում եմ սա հստակ լինի, էլի։ Բոլոր ընտրական հանձնաժողովների 8 անդամներից հալալ կեսը ընդդիմություն նշանակված մարդիկ են։ Այսինքն 8 անդամ են, 2-ը ԿՊՑ են նշանակած, 2-ը վերադաս ընտրական հանձնաժողովից, 2-ը Հայաստան դաշինքից, 2-ը Պատիվ ունեմ դաշինքից։ 8-ից 4-ը ընդդիմության ներկայացուցիչներ են։ Սա մեկ արձանագրում, երկրորդ արձանագրում։ Բոլոր ընտրական հանձնաժողովներում եղել են քաղաքացիական պայմանագրի ուժեղ Հայաստան դաշինքի վստահված անձինք, բոլոր կամ համարյա բոլոր, էլի տենց։ Համարյա բոլոր ընտրական հանձնաժողովներում եղել են նաև Բարգավաճ Հայաստանի եւ մի շարք այլ ընդդիմադիր ուժերի վստահված անձինք, տեղամասերի ճնշող մեծամասնությունում եղել են դիտորդներ, լրագրողներ, մեր դիտորդները այցելել են տեղամասերի 95%, էլի։ Այսինքն տեսախցիկները, որոնք հեռարձակում են իրականացնում 98%-ով աշխատել են, տեսախցիկների 98%-ը հեռարձակման աշխատել է։ Եվ այդ ամենչով հանդերձ չկա մի տեղամաս, որտեղից օրինակ այդ տեղամասի վստահված անձը, այդ տեղամասում ներկա դիտորդը, այդ տեղամասում ներկա հանձնաժողովի անդամը իշխանական լինի, ընդդիմադիր լինի, ասի որ մի քվե գողացվել է ինչ-որ մեկից։ Նման բան չկա։ Տեխնիկական վրիպակներ լիքը։
ինչ որ մի բան ինչ որտեղ սխալ լրացնեն, սխալ լրացնել հետ քան չէ սխալ մուտքագրեն։ Թղթային արձանագրություն է կազմում, որը տարվում է տարածքային ընտրական հանձնաժողով։ Դրա տարածքային ընտրական հանձնաժողովում օպերատորը դա մուտքագրում է, ստեղնաշարով մուտքագրում է։ Ու պատկերացնում եք, ինչքան շատ թվեր է օպերատորը մուտքագրում, չգիտեմ ինչքան ժամանակ չքնած օպերատորը։ Կարա այդ օպերատորը մարդ է, լավ չի որ սխալներ անում, բայց մարդը կարա սխալներ անի, դա լինում է, ասեմ ավելին, դա համարյա միշտ էլ եղել է, ուղղակի նախկինում մի քանի 100, միանգամից ասեմ, այդ հետո ուղղվում է, հետո նորից բոլոր արձանագրությունները նայում են, անկախ նրանից ահազանգ լինում է, ահազանգ չի լինում, բոլոր արձանագրությունները նորից նայում են և սխալները ուղղում են, դա միշտ լինում է, այսինքն միշտ լինում է, որ ինչ որ սխալները մուտքագրվեն, հետո այդ սխալները ուղղվեն։ Ուղղակի նախկինում դա շուխուր մեծ չի բարձրացել դրա հետ կապված, չէ՞ 21 թվին թեթև բարձրացել է։ Շուխուր շատ չի բարձրացել, որտեղ նախկինում իրականում մի քանի 100 քվեաթերթիկ այս կողմ են կողմով դրամատիկ բան չէր փոխվում։ Հիմա այս անգամ, քանի որ Բարգավաճ Հայաստանի պարագայում մի քանի 100 քվեաթերթիկով դրամատիկ ազգային ժողովի ազգային ժողովում ուժերի ներկայացվածություն է փոխվում։ Այս տեխնիկական սխալները դարձել են ինչ-որ շատ մեծ հանրային ուշադրության բան, բայց այդ սխալները անկախ նրանց շուխուրը լիներ, այս շուխուրը չլիներ, դզվելու էին։ Այսինքն այդ գիշերը նայածի հույսով չի։ Այս երկրում ոնց ասեմ, ընտրությունների հույսը չի մնում գիշերը չքնած օպերատորի մուտքագրածի վրա։ Գիշերը չքնած օպերատորը մուտքագրում է, հետո դա միած ստուգվում է, հետո դա վերահսկվում է, հետո եթե հարցեր կան մի հատ էլ տեղամասը բացում վերահաշվարկ է արվում։ Այսինքն նենց չի, որ գիշերը չքնած օպերատորը սխալ մուտքագրեց, պատահաբար ինչ որ օպերատոր կարող է գիտակցաբար էլ մուտքը ինչ իմանաս դժվար, բայց տեսականորեն եմ ասում էլի, բնականաբար ընտրություններին քվեի պաշտպանվածության մակարդակը շատ ավելի բարձր է, եւ ընտրություններին քվեի պաշտպանվածությունը մի օպերատորի հույսին դրված չի, էլի մի մուտքագրող օպերատորի։ Եվ այս առումով ոչ մի խնդիր չկա այս առումով։ Վերահաշվարկը շատ բան է փոխելու, պարոն Դանիելյան։ Ես չեմ կարծում, որ վերահաշվարկը շատ բան փոխի, որտեղ վերահաշվարկը այս մուտքագրման ճշգրտումները չի։ Վերահաշվարկը ինչ անում, նայում է արձանագրության մեջ գրված թիվը, ինչ որ ընտրական հանձնաժողովը արձանագրություն գրվել է։ Եվ դրա տակ ստորագրել ընտրական հանձնաժողովի 8 անդամներ, որից 4-ը ընդդիմությունից են։ Այդ ես անպայման ուզում եմ հիշատակեմ, էլի։ Ստուգում է վերահաշվարկը, այս գրված թվերը ճիշտ են, թե ճիշտ չեն։ Որպես կանոն, վերահաշվարկի ժամանակ, քանի որ վերջին մի 10 տարում տենց թվանկարչություն չի արվում, կոպիտ ասած ինչ որ մեկի թվերը միտումնավոր քիչ գրեն, մյուսինը սխալ գրեն։ Վերջին նույնիսկ 17 թվին նման բան օրինակ տենց չի եղել, էլի։ Այդ տենց բան եղել է 13-ի նախագահականին, վերջի անգամ տենց բան եղել է 15-ի հանրաքվեին, էլի 15-ի հանրաքվեից հետո չի եղել։ Վերահաշվարկի ժամանակ անվավեր քվեաթերթիկները, որովհետև այն տեղամասային հանձնաժողովը, դա մի 8 հոգի են, ընտրատարածքային հանձնաժողովը, դա ուրիշ կազմ է, 7 հոգի են կարծեմ ընտրատարածքայինը։ Ու նույն քվեաթերթիկը այս մարդիկ կարող է, որը որ մի քիչ sense սահմանային է, ակնհայտ դեպքերին չի վերաբերվում։ Այս հանձնաժողովը վավեր գնահատի, մյուս հանձնաժողովը անվավեր գնահատի կամ հակառակը։ Նկատի ունեմ ԲՀԿ-ի մասով կարող է պատկեր փոխվել, մենք դե ինչ որ քվեաթերթիկներ կարող է, օրինակ ինչ որ քվեաթերթիկներ անվավեր, որոնք որ վավեր են գնահատվել ԲՀԿ-ի օգտին անվավեր գնահատվեն, կամ հակառակը, ինչ որ քվեաթերթիկներ, որոնք որ ԲՀԿ-ի քվեաթերթիկն են, բայց անվավեր են գնահատվել, այս ընտրատարածքային հանձնաժողովը որոշի, որ չի ամեն դեպքում դրանք վավեր են։ Սա է խնդիրը, չնայած այս նոր կարգով քվեարկության եւ անվավերության գնահատման մի քիչ ավելի միարժեք է անվավերության գնահատումը, բայց միևնույնն է, կարող է լինեն, քանի որ 17000 անվավեր քվեաթերթիկի մասին ենք խոսում, կարող է դա էլ անվավերության գնահատականն է, եւ դրա համար ես օրինակ ազնվությամբ ասեմ, ես լինեի ԲՀԿ-ի տեղը, ես բոլոր վերահաշվարկներին վստահված անձով ներկա կլինեի, որ վստահ լինեի, որ
այդ անվավերության գնահատման բանով ինձանից քվեաթերթիկ չի պակասի կամ միգուցե ավելանա, էլի։ Սա զուտ տենց։ Բայց որտեվ նորից այդ անվավերություն գնահատման հարց է, էլի, հիմա ասենք քվեաթերթիկի վրա մի հատ կետիկ է դրած։ Հիմա այդ կետիկը որ դրածա վավերա, թե անվավերա։ Հիմա մեկը ձեռք կբարձրացնի, կասի վավերա, մյուսը ձեռք կբարձրացնի, կասի անվավերա։ Մի հանձնաժողովում կարող է մի ձև գնահատեն, մյուսը ուրիշ ձև գնահատեն, էլի, բան է։ Վերահաշվարկի հետ կապված ուզում ուրիշ բան ասել, ինձ տարօրինակ է, որ կան ընտրատարածքներ, որտեղ ընդհանրապես վերահաշվարկի դիմում չի ներկայացվել, կան ընտրատարածքներ, որտեղ բոլոր տեղամասերի վերահաշվարկի դիմում է ներկայացվել։ Իմ համար դա տարօրինակ է եւ ճիշտ ասած իմ առաջին վարկածը դրա հետ կապված այն է, որ տեսեք, ընտրատարածքային հանձնաժողովը բոլոր տեղամասերի վերահաշվարկ չի կարող հասցնել անել։ Չի հասցնի, ֆիզիկապես չի հասցնի, սահմանափակ ժամկետ ունի։ Կեսը կարա անի, բոլորը չի կարա անի։ Եվ կասկած ունեմ, որ ուղղակի որոշ ուժեր տենց որոշ ընտրատարածքներում բոլորի տեղամասերի մասով դիմել են, տերմինաբանության մասով, քանի որ մեկ ընտրատարածքը դա տարածքն է, հանրապետությունը 38 ընտրատարածքից է բաղկացած, տեղամասը արդեն 2000 տեղամաս ունենք։ Այ որոշ ընտրատարածքներում բոլոր տեղամասերի մասով դիմել են, որպեսզի process-ը դանդաղի։ Իսկ ընտրատարածքը ընդհանրապես ոչ մի տեղամասի մասով չեն դիմել։ Այդ որպեսզի այս ընտրատարածքային հանձնաժողովը ոչ բոլոր տեղամասերը վերահաշվարկի, որտեղ բոլորը չի կարա վերահաշվարկի, ասենք ընտրատարածքը 70 տեղամաս է։ Մի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարծեմ այսօր պիտի սկսեն մինչև ուրբաթ իրիկուն պիտի անեն, չեն կարա 70 տեղամաս վերահաշվարկ անեն, էլի, ռեալ չի։ Որտեղ ըստ իրանք կրկնում են այն գործը, որը որ արվում է տեղամասում, էլի, իսկ տեղամասում դա ամեն տեղամասում մի գիշեր հաշվում է, ինչ է։ Այստեղ տենց են արել, որպեսզի չհասցնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բոլորը վերահաշվարկին եւ ասեն, այ տեսեք, ոչ բոլորը վերահաշվարկեցին եւ ուրեմն այնտեղ թաքցնելու բան կար, էսկարեն կար, էսա դրա համար ճիշտ ասած մեր հորդորը ուժերի ներները, որ թե կա տեղամաս, որի մասով ունեք կասկած, այդ տեղամասերի մասով դիմեք, որ վստահ լինեք, որ այդ տեղամասը բացել են։ Ինչ անշանակում, օրինակ, չգիտեմ, Երևանի այս հատվածի բոլոր տեղամասերի մասով կասկած ունեմ, իսկ Երևանի այն հատվածի ոչ մի տեղամասի մասով կասկած չունեմ։ Պարոն Հրանիսյան, ասում եք, որ շրայի տեսեք, վստահված անձինք, ընդ որում ընդդիմադիր ուժերի կողմից։ Չնայած ես մի բան էլ ասեմ, եթե տենց բան անեն հանգարց, մենք իհարկե կբացենք այն մյուս տեղամասերի տեսախցիկների ձայնագրությունները, տեսախցիկներն էլ հումնում է, որ 2013 կամ 15 թիվը չի, կամ Քոչարյանի վախտերը չի, տենց տեղամասերի տեսախցիկների։ Քոչարյանը հայտարարել է, որ բողոքարկելու է այս ընտրությունների արդյունքները, Հայաստան Դաշնքից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սահմանադրական դատարան են դիմելու, որովհետև ըստ նրանց կեղծիքներով եւ ճնշումներով են ընթացել այս ընտրությունները։ Թող դիմեն։ Ես ուրախ եմ, որ այս ընտրությունները նենց չեն, ոնց որ իրենց կառավարման տարիներին։ Ուրեմն տեսախցիկների ձայնագրություններն էլ հոգա որ տեղամասից, որ ընտրատարածքայինը չհասցնի վերահաշվարկանել եւ կուսակցությունները ասեն, որ այ ուրեմն այդտեղ ինչ որ խախտում է եղել, ձայնագրությունը բան կանենք, վերցնենք ԿՀ-ից, կհրապարակենք, մենք ուրիշները չանեն, մենք կանենք, կհրապարակենք, կասենք ժողովուրդ, մի հատ ասեք, որտեղ է ինչ կեղծում։ Պարոն Հրանիսյան, իսկ այս ձայնագրությունները բավական բարձր որակի են, էլի այդ տեսագրությունները, այնտեղ երևում է, որ քվեաթերթիկն ասում, բան չի, էլի։ Ընտրակաշառքների մասին բացահայտումները դրանք պիտի պարզապես արձանագրել, մեղավորները պատժվեն, թե դրանք նաև պիտի որևէ կերպ պրոյեկտվեն ընտրությունների արդյունքների վրա, որովհետև պետք է պրոյեկտվեն, բայց մենք ցավոք սրտի ունենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը դա չի անում։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմակերպչական մարմին տեղադրել, կներեք այս կոպիտ բառապաշարի համար, բայց երբ կուսակցություններից մեկը, հանրապետություն կուսակցությունը դիմեց ԿՀ ուժեղ Հայաստանի գրանցում ուժը կորցրած ճանաչելու մասով, ես չգիտեմ, այդտեղ ուժեղ Հայաստանի գրանցումը պիտի ուժը կորցրած ճանաչվեր, չպիտի ճանաչվեր, որտեղ գնահատողական դատողությունների հարց կար, բայց ինչ ասեց ԿՀ-ն։
Կահեն ասեց, ես դա չեմ քննելու։ Թող դատարանը քրեական արդարադատության սահմաններում որոշի այդտեղ դա եղել է, թե չի եղել, հետո մենք դրան կանդրադառնանք դատարանը քրեական արդարադատության սահմաններում 4 տարի է դա քննելու, կներեք, այս երկրում կա սահմանադրություն, որը ասում է, որ ԿՀ ընտրությունների օրինականության վերահսկման պատասխանատուն է եւ կա ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենք, որ ավելի բարձր ուժ ունի, քան քրեական կամ քրեադատավարական օրենսգիրքը, որտեղ գրածա որ ԿՀ-ն պետք է գնահատական տա տեղի ունեցած խախտումներին, չի կարող ասի ես գնահատական չեմ տալիս։ Կարա ուսումնասիրի հակակոռուպցիոն կոմիտեի նյութերը, ասի գիտեք, այս նյութերի հիման վրա ես չեմ կարա պնդեմ, որ եղել է ընտրակաշարք։ Քննարկենք, կարելի է այդ նյութերի հիման վրա դա պնդել, թե չի կարելի պնդել։ Կամ ասի միգուցե ընտրակաշարք եղել է, բայց ես չեմ կարող պնդել, որ դա եղել է կենտրոնացված կազմակերպված։ Քննարկենք, պնդումը ճիշտ է, թե ճիշտ չի։ ԿՀ-ն ասում է դա իմ կոմպետենցիայի մեջ չի։ Կներեք, ես այս վերջերս հենց համեմատություն արեցի, մի քիչ գործընկերները ոստիկանության նեղվել էին, ես էլ իրենց տեղը կնեղվեի իրականում, բայց հա պայմանական կա համայնքային ոստիկան։ Համայնքային ոստիկան շատ կարևոր գործ է անում։ Ոչ մեկ չի ասում, որ համայնքային ոստիկանի գործը կարելի է չանել։ Չէ, համայնքային ոստիկանը կանխարգելման առումով կարևոր գործ է անում։ Բազմաթիվ ֆունկցիաներ ունի, որ կարևոր անում է։ Համայնքային ոստիկան նաև ոչ ծանր ու միջին ծանրության հանցագործությունների բացահայտմամբ զբաղված։ Բայց եթե համայնքային ոստիկանին գնաս ասես ինչ որ բարդ հանցագործություն է եղել, չգիտեմ, ինչ որ ծանր հանցագործություն, ասենք, չգիտեմ, կամ ինչ որ ֆինանսական հանցագործություն, հա, կամ չգիտեմ, պետական դավաճանություն, կամ ասենք ինչ որ տենց բարդ բան, ինքը կասի, որ ինձ ինչի եք ասել։ Մենակ քրեական ոստիկանություն, կա ԱԾ, կա հակակոռուպցիոն կոմիտե, ես կապ չունեմ, իմ գործը պայմանական ասած ընտանեկան բռնությունն է, այս այն, ոչ ոք չի ասում, որ համայնքային ոստիկանի գործը կարևոր չի, բայց ԿՀ-ն իրան այդտենց դերում է դրել։ Պաստար, այո, խախտումով կապցված պաստար, այո, դրանով կզբաղվի ԿՀ-ն։ Չգիտեմ, դիտորդի գրառում, այո, դրանով կզբաղվի, բայց եթե դիտորդը հանգարց միջազգային դիտորդ է, չէ, ԿՀ-ն այդտեղ չկա։ Կներեք, մենք ԱՊՀ դիտորդ ունենք, որը բաց քարոզչություն էր իրականացնում քվեարկության օրը, մինչև հիմա ԿՀ-ն այդ դեպքով վարույթ չի արել։ Ընտրությունների օրվա ցերեկը դիմել ենք, ասել ենք, այս մարդուն ուժեղ Հայաստանի օգտին բացահայտ քարոզչություն էր անում ԱՊՀ դիտորդը։ Դիմել ենք ԿՀ-ն, ասում հավատարմագրումից զրկեք, էս ինչ բան է։ Մինչև հիմա ԿՀ-ն այդ թեմայով նիստ չի արել։ Որտեվ ով վախենալու թեմայի, չէ, դա բան է, ԱԳՆ-ն թող զբաղվի, մենք գործ չունենք։ Ընտրակաշարքա բաժանվում, համատարած ընտրակաշարքա բաժանվում, աննախադեպ քանակի բացահայտումներ են դա արվում։ ԿՀ-ին հարցնում են, հա, ասում են դու ստեղ անելիք չունես, չէ, ես անելիք չունեմ, ես այդ իմ թեման չի, մի հատ պաստար լինի, մի հատ քվեաթերթիկ տպեմ, մի հատ չգիտեմ ծրար տպեմ, ծրարն էլ են ծրար տպեմ, որ բարձվի կիսաթափանցիկ է, էլի։ Իսկ չէ, դրանով թող զբաղվեն հակակոռուպցիոն կոմիտեի լուրջ ձյաձյաները եւ ծոցյաները, կներեք ես բառապաշարիս համար։ Այդ ընկալման մեջ է։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեն ինչ անում է շատ լավ անում։ Հակակոռուպցիոն կոմիտեն այս ընտրությունների հերոսն է։ Բայց սահմանադրությամբ ընտրությունների օրինականության վերահսկման ֆունկցիան դրված է ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեի, այլ ԿՀ-ի վրա։ Ուրա ԿՀ-ն։ Ուրա ԿՀ-ն, երբ որ ընտրություններին օտարերկրյա միջամտություն է լինում, ուրա ԿՀ-ն, երբ որ ընտրակաշարքա բաժանվում, այդքան համատարած գոյություն չունի ԿՀ-ն, ուրեմն կամ պետքա ԿՀ, կամ պետքա սահմանադրական փոփոխությունների սահմաններում ԿՀ-ն որպես սահմանադրական մարմին լուծարել, ինչ կազմակերպչական մարմին թողել։ Ըստ կազմակերպչական մարմին, պայմանական ՆԳՆ-ի կազմում կամ ՏԿՆ-ի կազմում, պրոստը կազմակերպչական ընտրություններ քվեաթերթիկ կտպի, քվեաթերթիկները, չգիտեմ, կառքի, կհաշվի, չորսենց ֆունկցիաներ կանի, եւ հույսով եմ, որ կկարողանան հենց օպերատորներ գործի ընդունել, որոնք նվազ կիքսերով դրանք մուտք կանեն ու հիմա ամբողջ երկրով չեն կգնի հասկանանք այդ օպերատորները, որ տենց մուտք են արել, այդտեղ այդ տակը խնդիր կա, թե ուղղակի պատահականություն է։ Ու մենք էլ սկսած ստիպված լինենք, ոմանք դա օգտագործեն մանիպուլյացիայի համար, մենք էլ ստիպված լինենք
վստահ եմ պայմանական նգնեի վրա որ դա դրված էր, նգնան կգտնեն հենց 38 հոգի, որոնք որ կկարողանային դա մուտքագրել, եթե ոչ առանց սխալների, ապա շատ ավելի քիչ սխալներով։ ԿՀ-ն դա նույնիսկ չի կարողանում անի։ Կներեք, նորից եմ ասում, կամ սահմանադրությունից հանվում է, ԿՀ-ի սահմանադրական կարգավիճակ առհասարակ ԿՀ-ն լուծարվում է եւ ընտրությունների կազմակերպման ֆունկցիան դրվում է ինչ-որ մի հատ մարմնի վրա, կամ ԿՀ-ն պետք է զբաղվի նրանով, ինչ որ սահմանադրության մեջ գրված է։ Եվ չի կարող ԿՀ-ն ասել, որ ինձ զուգահեռա, որ այս երկրում ընտրակաշարք է բաժանվում, ինձ զուգահեռա, որ այս երկրում, չգիտեմ, ընտրություններին օտարերկրյա միջամտություն կա։ Միջամտություններից խոսեցիք, պարոն Յովհաննիսյան, տեսեք, միջամտությունների մասին արձագանքել է նաև հարևան դաշնակից պետությունը բարեկամ Զախարովան մասնավորապես նշել է, որ այս ընտրությունները ընթացել են մեծ ճնշումներով ընդդիմադիրների վրա, ձեռբակալություններով եւ ուշադրություն արևմուտքի միջամտությամբ։ Ինչով կբացատրեք արևմուտքի միջամտությունը եւ ինչ է նշանակում Զախարովայի եւ ոչ միայն Զախարովայի արևմուտքի միջամտությունը չի եղել որևիցե ուժի օգտին, ի տարբերություն Ռուսաստանի միջամտության, արևմուտքի միջամտությունը եղել է Հայաստանի ընտրությունների պաշտպանության օգտին։ Օրինակ, արևմուտքը տարածամադրել է կիբերանվտանգության ոլորտում աջակցություն, որի արդյունքում մենք եղել ենք Ռուսաստանի կողմից կիբեր հարձակումների տակ, ընտրությունների նախաշեմին եւ բայց այդ կիբեր հարձակումները արդյունավետ, հիմա արդեն կարելի է վստահ ասել, արդյունավետ հետ են մղվել եւ ոչ մի համակարգ, ոչ մի կարևոր ենթակառուցվածք չի պարկել, չի վնասվել Ռուսաստանի կիբեր հարձակումների արդյունքում։ Այդ է եղել արևմուտքի աջակցություններից օրինակ մեկը։ Իսկ ընդդիմադիրների եւ ներեւ արևմուտքի աջակցությունը, գիտեք, ինչ որ առումով զրահաբաճկոնի նման է։ Պաշտպանում է մեր ժողովրդավարությունը, պաշտպանում է եւ երբ որ ինչ որ մեկը զրահաբաճկոն է, ինչ որ մեկ ուրիշին նվիրում եւ երրորդը դժգոհում ասում է դու ինչի իրան զրահաբաճկոն նվիրեցիր, հարցը առաջանում, ասում ես ինչ խանգարում որ այն մեկը զրահաբաճկոն ունենա, կարող է ուզում էր իրան կրակեր, սպաներ եւ հիմա որ զրահաբաճկոն ունի չես կարողանա։ Նույնը այս իրավիճակն է, էլի։ Ռուսաստան դու ինչի ես այդքան դժգոհ որ այսինքն հարցել չի, էլի, որպես հարց եմ տալի, բայց հարցել չի։ Ռուսաստանը ինչի է դժգոհ որ արևմուտքը օրինակ կիբերանվտանգության մասնագետներով մեզ աջակցում էր։ Ռուսաստանի կիբերհարձակումները տեղ չհասան։ Նաև դժգոհ է արդյունքներով։ Դե արդյունքներով էլ է դժգոհ, իհարկե, ում են ուզում զարմացնել։ Ասել են, որ չեն շնորհավորելու միջև վերջնական հաշվարկ չլինի, չեմ վստահում։ Իսկ դուք զարմացել եք Ռուսաստանի արձագանքից, ես չեմ զարմացել, ոնց որ ամեն ինչ շատ բնական է եւ տենց էլ պիտի լիներ, բայց ես պիտի ուրիշ բան ասեմ, Ռուսաստանը այդն երկիրն է, որ հասարակ մեզ սովորացնում են ընդդիմության, որի 2 տարի առաջ նախագահական ընտրություններ ունեին, ընդդիմադիր որն է, ընդդիմադիր չակերտավոր ընդդիմ, վերջը նախագահի թեկնածուներից ոչ մեկ Վլադիմիր Պուտինին չի քննադատել։ Ժողովրդավարության բան է, հա, Ռուսաստանը։ Նախագահական ընտրությունների ժամանակ Պուտինի մրցակիցներից ոչ մեկ Պուտինին չի քննադատում, որովհետև ով որ քննադատել է թեկնածու, ով որ մի քիչ քննադատել է թեկնածու չի գրանցվել, ով որ մի քիչ ավելի շատ է քննադատել բանտում է, ով որ ավելի շատ է քննադատել մեռած է։ Պուտինին ամենաշատը քննադատել են Բորիս Նեմցովն ու Ալեքսեյ Նավալնին, երկուսն էլ սպանել են։ Մեկին Կրեմլի տակ փողոցում գնդակահարել են, մյուսին բանտում թունավորել։ Մի հատ փորձեցին թունավորել, չստացվեց, երկրորդ անգամ թունավորեցին, սպանեցին։ Եվ այդ երկիրը եկել հիմա մեզ ժողովրդավարություն կներեք։ Մենք մեր խնդիրները գիտենք, մեր ժողովրդավարությունը իդեալական չի։ Մենք գիտենք ինչն է պետք բարելավել այս երկրում, մենք գիտենք որ ուղղությամբ է պետք շարժվել ժողովրդավարական բարեփոխումների առումով։ Եվ Ռուսաստան թող հեռու խաղա։ Պարոն Յովհաննիսյան, եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում նախընտրական իշխող ուժը խոսել է այն մասին, որ կարևոր է որ ինքը ստանա սահմանադրական մեծամասնություն, սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար։ Հիմա մենք գիտենք, որ քաղաքացիական պայմանագիրը ըստ էության չի ստացել բավարար չափով ձայներ 2/3 խորհրդարանի եւ ըստ այդմ չի կարողանալու նախաձեռնել սահմանադրական փոփոխություն։ Սա խնդիր է եւ լուծումներ կան, չգիտեմ, ինչ լուծումներ եք դուք պատկերացնում որպես այդպեսին։
Որովհետև սա խաղաքարտ է դարձել նաև ընդդիմադիր շրջանակների կողմից, տեսեք, ասում են, որ այո, մենք չհաղթեցինք, բայց առնվազն սահմանադրական մեծամասնություն դուք չունեք։ Դե ես կարծում ձեր եթերում էլ էի ասել, որ ռուսների ծրագիր մինիմումը դա սահմանադրական փոփոխությունների բլոկավորումն է եւ ծրագիր մինիմումին ռուսները հասել են։ Այո, այդ մենք պետք է արձանագրենք, որ այդ առումով ռուսները հաջողություն արձանագրել են։ Ընդ որում, եթե Բարգավաճ Հայաստանը անցնի, քաղաքացիական պայմանագիրը նաև չունենա 3/5, ինչը կնշանակի, որ կառավարումը մի քիչ ավելի դժվար կլինի։ Իսկ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու այլ տարբերակներ, այլ հնարավորություններ այնուամենայնիվ իշխող ուժը կունենա, թե չի ունենա։ Դե չէ, մի քիչ բարդ է։ Մի քիչ բարդ է, որտեվ մայր օրենքը հստակ ամրագրում ունի։ Ընդ որում այդ մայր օրենքի ամրագրումները շատ պրոբլեմատիկ են, որտեվ շատ ներողություն 2/3 պետք է հանրակրվե նշանակելու համար։ Դա անտրամաբանական է, որտեվ հանրակրվեն ժողովրդից կարծիք հարցնելու մասին է։ Ինչի է պետք խորհրդարանի 2/3, որպեսզի գնաս ժողովրդին կարծիք հարցնես։ Այստեղ մի քիչ բան է, էլի, այդտեղ խնդիր կա։ Եվ պարոն Յանոսյան, քանի որ Եվ եվրոպական ոչ մի երկրում տենց նշաձող չկա, որ ազգային ժողովի պարլամենտի 2/3-ը պետք է համաձայնություն տա, որպեսզի հանրակրվե նշանակվի։ Այ քեզ բան։ իսկ այդ իմաստով հնարավոր է օրենսդրական փոփոխություններ եւ նաեւ հանրակրվե սահմանադրական առանց օրենսդրական փոփոխություններ չէ։ Դա սահմանադրական կարգավորման առարկա է։ Հասկացա։ Եվ պարոն Յանոսյան, քանի որ շատ երկրներից այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ստանում է շնորհավորանքներ, բայց Ռուսաստանի Դաշնությունը համառորեն պնդում է, որ իրենք սպասելու են վերջնահաշվարկին եւ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները, իդեպ նման հայտարարություններ անում էին նաեւ նախքան ընտրությունները, որ եթե ԿՊ-ն հաղթի, իրենք չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները։ Սկզբից էլ ասել են, ոչ մի զարմանալի բան չկա, ես Ռուսաստանից այս բանը չեմ տեսնում որևիցե ռեակցիա, որ ինձ կզարմացնի։ Դա մեծ բան է փոխելու մեր իրականությունում Ռուսաստանի ճանաչելը ընտրությունների արդյունքները։ Երկարաժամկետ առումով դա Ռուսաստանի համար է խնդիր ելնելու։